Պարոն Մաթևոսյան, ձեր 70 տարվա ընկերը հեռացավ, ինչպես նրան կբնորոշեք որպես մարդ, որպես արվեստագետ, կամ թեկուզ այն մարդը, որին հանդիսատեսը չէր ճանաչում եւ դուք ավելի լավ կարող եք բնորոշել։ Գիտեք ինչ, նախ պետք է արձանագրեմ փաստ, որ ավարտվեց մի մարդկային առաքելություն, որին ճանաչեցինք, սիրեցինք, գնահատեցինք եւ զատեցինք իբրև հայ էստրադային երգի առաջատար եւ դասականը ներկայացնող երգչուհի, ով ապշեցրեց ողջ աշխարհին, ես վկան եմ եւ հետո ասեմ, որ ես կորցրեցի իմ հարազատ քրոջը, ոչ թե աշխատանքային ընկերոջը, որովհետև Ռայային գիտեմ 8 տարեկանից, նույն դասարանում ենք սովորել, երաժշտական դպրոցում, թեպետ ինքը 2 տարի հետո եկավ Երևան, 10 տարեկանից, մինչև օրս գիտեմ Ռայիսային։ Նա մի անբացատրելի երևույթ էր, իբրև մարդ, ընկեր, հարազատ, բարեկամ, մայր, տատ, ու նաև իսկապես երգչուհի, որ հետք թողեց հայ երգարվեստում։ Գիտեք ինչ, ինքը զարմանալի երևույթ էր իբրև արվեստագետ, շատ խստապահանջ նախ իր նկատմամբ, ապա բոլորի, բայց իբրև մարդ, պարզ, հասարակ, հաղորդակցվող եւ ամենակարևորը իր արժեքը չգիտակցող անձնավորություն, մի խոսքով կատարյալ մարդ, իսկ հոգու մեջ իսկապես իսկական հայ։ Նա սերվել է զինվորականի եւ մանկավարժի ընտանիքում, բնականաբար նրա մոտ կարգապահությունը եւ հայոց լեզվի կարևորությունը գերագնահատվել է, թեպետ հրաշալի խոսում էր նաև ռուսերեն։ Ես ինչ ասեմ, Ռայիսան պարզ երգչուհի չէր, նաև պարզ մարդ չէր, նրան դժվար չէր հասկանալը, պարզապես պետք է գիտակցեիր, որ քո առջև կանգնած է լուրջ արվեստագետ։ Նա շրջապատի նկատմամբ շատ բարի էր, բայց իր անձի նկատմամբ շատ դաժան, որովհետև դեմքից մինչև հագուստ, մինչև երգեցողության ցանկացած ֆրազ նա պետք է միլիոն անգամ փորձեր եւ հետո նոր բեմ դուրս գար։ Գիտեք ինչ, ինձ համար դժվար է նրա մասին խոսելը եւ անցյալով չեմ խոսի, որովհետեւ այն անձնավորությունն է, որ իմ հիշողության մեջ չէ միայն, մեր ընտանիքում եւ առհասարակ իմ շրջապատում ինքը հավերժություն ապրող անձնավորություն է։ Ցավում եմ, որ դաժան հեռացավ կյանքից հիվանդության պատճառով, որը շատ արագ հայտնաբերվեց եւ արագ նրան տարավ իր ամուսնու մոտ։ Ինչ ասեմ, դեռ այստեղ է, դեռ գլուխ ենք խոնարհում, բայց հետո մենք հպարտություն կապրենք եւ գլուխներս բարձր կպահենք, որ հայ երգարվեստում եղել է Ռայիսա Մկրտչյան, այսքանը միայն։